կա զինադադար կախված մեկ մարդու ցանկությունից։ Մեկ մարդու Ալիևի կամքից կախված զինադադար է Քոչարյանը անվանում այն, ինչը Վաշինգտոնյան փաստաթուղթը օդում թափահարելով որպես խաղաղություն է ներկայացնում Փաշինյանը։ Զինադադար է ոչ թե խաղաղություն եւ զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Իսկ դուք հավատում եք, հարցնում է Քոչարյանը, Ալիևի բարի կամքին։ Այն Ալիևի, որ քնած հայ սպայի գլուխը կտրողին հերոսի կոչում տվեց։ Փաշինյանը հավանաբար հավատում է։ Նա որոշել է կրճատել Հայաստանի եկող տարվա պաշտպանական ծախսերը այն դեպքում, որ Ալիևը նորից է ավելացրել բյուջեից բանակի համար հանվող փողը։ Կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հենված է ուժերի բալանսի վրա։ Եթե խաղաղությունը հենված չի ուժերի բալանսի վրա, ուրեմն այդ խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Հայաստան դաշինքի առաջնորդը համոզված է, խաղաղության օրակարգը, որ ընտրությունների շեմին առաջ է մղում Փաշինյանը, սնանկ է։ Ինքը առաջարկում է իրական խաղաղություն, իրական երաշխավորներով։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չեն խաղաղության, իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերը խաղաղություն չեն երաշխավորում ըստ Քոչարյանի, դրանից շահում են միայն Ադրբեջանը ու Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահին։ Իսկ Ադրբեջանը ստացել է անխափան ցամաքային կապ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, Մինսկի խմբի լուծարում եւ չեղարկում այն բանաձևի, որով Վաշինգտոնը չէր կարող ռազմական օգնություն տրամադրել Բաքվին։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստան։ 0 Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշկար եւ Փաշինյան կար։ Իսկ ինչ է առաջարկում երկրորդ նախագահը։ Մի հնարք է Միացյալ Նահանգների առաջնորդը այն խաղացողը չէ, որի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը հենց վաղը հնարավոր լինի չեղարկել։ Առաջի տարբերակը փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պրոյեկտը։ Տրամպը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, այսպես խոշոր, ավելի տպավորիչ պրոյեկտներ։ Իրական խաղաղությունը բերող առաջարկը ըստ Քոչարյանի Երասխ Ջուլֆա երկաթուղու գործարկումն է ու Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի ապահովումը Ադրբեջանի տարածքով։ Կարող է պնդել, որ Տրամպի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ լինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար մինչև Երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա այդ Միջանցքի այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։ Հեշտ էր սրան հասնել, այո հեշտ էր, որովհետև Միացյալ Նահանգների շահը այստեղ ակնհայտ երևում է։ Քոչարյանը չի կասկածում նաև, որ Ալիևը կմերժի այս առաջարկը, մերկացնելով իր իրական ցանկությունը, Հայաստանը պրոյեկտից չպետք է օգուտ ստանա։ Միացյալ Նահանգների մերժողը ոչ թե Հայաստանն էր լինելու, այլ Ալիևն էր։ Այդ ժամանակ արդեն հաղթաթուղթ կստանա հայկական կողմը։ Կկարողանա ասել Թրամփին, որ նոր իրավիճակում ինքը իր ուժերով կկառուցի ճանապարհի այն մասը, որ պետք է անցնի Սյունիքով։ Մենք պետք է այդ խիզախությունը ունենանք Հայաստանի շահերը առաջ մղելու։ Չմտածենք, որ մի բան հանկարծ որ այն չասեմ, sense Տրամպը կարա ինձ մի քիչ վատ նայի։
Ված չի նայելու, հակառակ ես ավելի շատ է հարգելու։ Ցենց պամպերսներով գնում են բան սպիտակ տուն։ Միֆ է անվանում Քոչարյանը Փաշինյանի թեզը, թե Հայաստանը փող չունի այդ ճանապարհը կառուցելու համար։ 17 թվականին մենք Հայաստանի համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ Ընդհանրապես այս 114 կիլոմետր երկարությամբ։ Ինչքան փող է ծախսվել ձեր կարծիքով։ 17 միլիարդ դրամ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում, շատ ավելի բարդ եւ գրեթե զրոյից։ 17 միլիարդ դրամ մոտ 40 միլիոն դոլար։ 1 կիլոմետրը մոտավորապես 400,000 դոլար։ Մի քանի տարի անցել է, դրան գումարենք սղաճը, արժեք զրկումը, գումարների եւ մենք հաշվենք 500,000 դոլար։ Դրան գումարենք ավելի լայն ճանապարհ, ավելի լավ, ավելի սիրուն, ներառենք նաեւ ԿՊ-ի օդկատները, որոնց մասին ուղղակի բոլորն են այսօր խոսում, թող այդ ճանապարհը 1 կիլոմետրը լինի 1 միլիոն դոլար։ 43 միլիոն դոլարով կարելի է կառուցել ավտոճանապարհ։ Եվս 43 միլիոն դոլար ու ճանապարհին նաև երկաթուղային ռելսեր կդրվեն։ Հայաստանի պահուստային ֆոնդը 65 միլիարդ դրամ է, հուշում է Քոչարյանը։ 160 միլիոն դոլար։ Բալավ ամոթ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիչ կտորը հանձնել Միացյալ Նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններով, հեքիաթ պատմել 1 միլիոն դոլարանոց ծրագրի մասին, 1 միլիարդ։ Երբ դու ունես հնարավորություն 2-3 տարում ոչ այդ ճանապարհը կառուցել։ Ապշում է Քոչարյանը, երբ հայերը արձագանք են սպասում Թրամփից, ամեն անգամ, երբ Ալիևը Զանգեզուրի միջանցք է ասում, չնայելով Փաշինյանի ալերգիկ ռեակցիաներին։ Բայց խիպտի նախագահ Թրամփը արձագանք։ Հիմա մեկը մի բան ասում, մեկը մյուս բան ասում, որ շատ համան են ասելու երկուսից էլ հիասթափված եմ։ Ինչի եք դուք սպասում, թե Միացյալ Նահանգների նախագահը պետք է արձագանքի։ Ինքսի Հայաստանի տեղը չգիտի։ Եվ ասեմ, Հայաստանը այն նշանակությունը չունի, եթե Միացյալ Նահանգները ունենային Հարավային Կովկասում կենսական շահեր, Հայաստանի անունն էլ չէր շփոթի Ալբանիայի հետ, Ադրբեջանի, Կամբոջայի հետ։ Հիմա մի իրավիճակում ենք, որ երազանքի փաստաթուղթ է դարձել անգամ նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարությունը, այն գոնե Արցախի գոյություն էր ենթադրում։ Ու հիմա Հանրապետության գլխին պատմական ողբերգություններ բերելուց հետո Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետություն ստեղծելու մտադրության մասին։ Արյան մեջ թաթախել է երրորդը, հիմա իրեն թվում է, թե 4-րդը հռչակելով, ես մի հատ լավ դուշ ընդունում էլի, sense բանով մաքրվում է եւ sense պուպուշ մտնում է 4-րդ հանրապետություն։ Երրորդ հանրապետության դահիճ է ըստ էության անվանում Նիկոլ Փաշինյանին երկրորդ նախագահը, բարդույթներից ծնված դահիճ, որին միայն Ֆրեյդ կարդալով է հնարավոր հասկանալ։ Բոլոր այն կարգախոսները, որով ինքը եկել է իշխանության եւ պահել է այդ իշխանությունը, այսօր սանանք է։ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ պարտությունը խաղաղության հոմանիշ է փորձում սարքել Փաշինյանը եւ միայն 2026-ի ընտրություններով ժողովուրդը կարող է ասել նրան, որ համաձայն չէ, հոմանիշներ չեն պարտությունը ու խաղաղությունը։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։